Տիկին Գալյան, արդեն երկու օր է մեր հայրենի պատերազմը եւ շատ տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես սական չի հայտնել, որևէ ձևով չի խոսել այս թեմը։ Միայն անվտանգության խորհրդի ընդհանրական հայտարարությունը մենք ունենք։ Ինչու է այդպես։ Մենք տեսնում ենք օրինակ հարևան երկրները, այլ երկրներ զանգել, ցավակցել են։ Ինչու Հայաստանի իշխանությունը դեռևս նման քայլ չի արել։ Ես չեմ հանդիսանում անվտանգության խորհրդի անդամ, ես չգիտեմ թե ինչ է քննարկվել անվտանգության խորհրդում, գիտեմ միայն, որ անվտանգության խորհրդի նիստ հրավիրվել է նաև այդ իրադարձություններին նախորդող օրը, այնուհետև հաջորդող օրը եւ արդյունքում մենք ունեցել ենք այն հայտարարությունը, որ ունեցել ենք։ Ես վստահ եմ, որ մեր կառավարության, այդ թվում եւ ինձ համար ցավալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում նախ եւ առաջ ժողովրդի տեսանկյունից, բայց այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետեւ ոչ ոլորտի պատասխանատուն եմ եւ ոչ էլ անկեղծ ասեմ մասնագետը, իսկ ես չեմ սիրում խոսել այն երևույթների մասին, որոնք մասնագիտական չեն եւ թույլ չեմ տա ինձ որևէ դիրքորոշում հայտնել այս մասով։ Իսկ կարող է օրինակ լինել այնպես, որ կառավարության ղեկավարը ինչ որ բան, այսինքն կոնկրետ Ամերիկայի հետ հարաբերությունները կաշկանդի տանել։ Ես չեմ կարող, կրկնում եմ, դիրքորոշում չեմ կարող հայտնել, որովհետև անկեղծ լինեմ, պատասխանեմ, որ ոլորտին ուղղակի չեմ տիրապետում եւ այդ է պատճառը, որ չեմ անի որևէ հայտարարություն։ Ասացիք չեք տիրապետում, բայց այնուամենայնիվ Իրանը մեզ բարեկամ երկիր է համարվում, չէ՞, գոհեցավացել հոգեվոր առաջնորդի եւ այդքան։ Դուք լսում եք, ես ինչ եմ ասում։ Ես ասացի չեմ անի որևէ հայտարարություն։ Ու չեք, նորից նույն հարցը տալիս։ Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում, օրինակ վաղը իմ օրակարգում, եթե չեմ սխալվում, դրված է Իրանի դեսպանի հետ հանդիպում, այսքանը։ Տիկին Գալյան, դուք այս հարցին չեք արձագանքում, բայց տեսեք, դուք այս օրերին Ես արձագանքում եմ։ Չէ, ասում եք, Ես արձագանքում եմ, ասելով, որ չեմ կարող պատասխանել այդ հարցերին, որովհետև չեմ հանդիսանում այն մարդը եւ մասնագետը, ով կարող է կարծիք հայտնել կամ հայտարարություն անել այս թեմայի առնչությամբ։ Բայց ձեր կարծիքը ինչպիսին է, լավ կոնկրետ չեք անդրադառնում, ավելի լավ անդրադառնում եք, կլսեն մնա հեռուստադիտողները։ Դուք ներկուսակցական քարոզարշավ եք անում այն օրերին, երբ որ մեր քթի տակ բուռն պատերազմ է ընթանում։ Դուք տպավորություն է հայ հանրության կողմից, որ Հայաստանի իշխանությանը ընդհանրապես կառավարությանը չի հետաքրքրում կամ ինքը շատ անտարբեր է վերաբերվում այն ամեն ինչին, ինչ տեղի ունենում մեր սահմաններին անմիջապես։ Կներեք, իսկ ինչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ես կարծում եմ, նախարարը ձեր հետ պետք է փողոցներ ընկած չլինեին, կներեք։ Դա ձեր կարծիքն է եւ ես հարգում եմ ձեր կարծիքը։ Դուք կարծում եք, որ նորմալ է, որ մեր երկրի իշխանությունը, երբ որ մեր սահմաններին պատերազմ է, կարող է ներկուսակցական քարոզարշավ իրականացնել։ Դա նորմալ է։ Ինչն է խանգարում դա անել, եթե այս պահին վստահաբար Արդարադատության ներողություն անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչու պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ինչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է եւ այլն։ Այսինքն ինչպես պետք է դա արտահայտվեր։ Տանը որ քաղաքացիները իր քաղաքացիներն էլ իմանային, որ դուք տեղում եք։ Հստակ հայտարարություն չեք ասում գնալ հասնել Իրան։ Իսկ որտեղ ենք մենք, հիմա օրինակ ես որտեղ եմ։ Պերաշկի ուտելու։ Մենք այդ ենք տեսել նախորդ 2 օրերին։ Ինչ-որ վատ բան կա։ Եթե դուք կուկուրուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Ամփոփելով 2 օրեր քարոզարշավի տիկին նախարարին, ինչ տպավորություն եք ստացել քաղաքացիները, ինչպես են վերաբերվում իշխանությանը, այլ հաճախ են չէ՞, նշում ձեր քաղաքական օպոնենտները, որ
հանրային աջակցության վարկանիշի ահռելի նվազում ունեք դուք քաղաքացիների հետ շփումները ամփոփելով նման տպավորություն ստացել եք նախ ներ կուսակցական կամ ներքին քարոզարշավի մասին է խոսքը եւ ոչ թե նախընտրական քարոզարշավի, բայց լավ առիթ է նաեւ քաղաքացիների հետ շփվելու եւ շնորհակալ եմ, որ այս հարցը տալիս եք։ Ինձ մոտ այդ շփումներից եւ ձեզ հետ շփումներից դիսոնանս է առաջանում, որովհետեւ ձեր հարցերը լսելով ես ինչ-որ ապոկալիպտիկ տրամադրություններ եմ սկսում ունենալ, մտածելով, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, բայց ամեն ինչ վատ չէ այն դեպքում, երբ մենք շփվում ենք հասարակության հանրության ներկայացուցիչների հետ եւ բավականին տրամադրող շփումներ են, այո, բայց կարող ենք հետեւություններ անել հասարակության ոչ շերտերի ներկայացուցիչներն են։ Եվ հասարակ քաղաքացիների հետ շփումը տրամադրող է եւ իրականում պատասխանատվության ավելի մեծ դաշտ ձևավորող, որովհետեւ այն խնդիրները, որ քննարկվում են, միանշանակ մեզ մղում են ավելի ջանասիրաբար աշխատելու։ Բայց ըստ էության քարոզարշավ չի, եթե հասարակ քաղաքացիների հետ է գնացել շփվում եք, կառավարության անդամներն են, խոստումներ է տրվում որոշակիորեն, դա ներկուսակցական չի արդեն։ Նախ յուրաքանչյուր առիթ քաղաքացիների հետ շփվելու լավ է եւ դա անում են բոլորը, այսինքն քաղաքականությամբ զբաղվող բոլոր անձինք եւ նաեւ պաշտոն զբաղեցնող անձինք։ Մենք ունենք հստակ օրենսդրական արգելքներ, որոնք խախտել չի կարելի, դրանցից մեկը բարեգործության արգելքն է, եւ ես օգտվելով առիթից կոչ կանեմ բոլորին առանց բացառությամբ զերծ մնալ բարեգործության արգելքի խախտման իրավիճակներից, այսինքն չտալ այնպիսի խոստումներ, որոնք կարող են որակվել որպես բարեգործության արգելքի խախտում։ Եվ այդ մասով մի հարց Տիկին Գալյան, հիմա շատ է խոսվում այն մասին, որ ընդդիմադիր ուժերի հետ կապված, այո, կա այդ արգելքը, բայց օրինակ մենք ինչպես հասկանանք նույն թոշակների հետ կապված իրավիճակը, այո, երբ որ ընտրություններից 3 ամիս առաջ է, հիմա դա Նիկոլ Փաշինյան որպես վարչապետ է իրականացնում, դա պարտավորությունն է իրեն, թե թոշակառուներին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը փորձում է կաշառել։ Հիմա ոնց է սահմանը։ Սահմանը շատ հստակ է, կարող եք նաև բացել միջազգային չափանիշներին ծանոթանալ, պարզ որոնման մեխանիզմների օգտագործման արդյունքում նախ սոցիալական երաշխիքների ապահովումը կամ դրանց բարձրացումը նախատեսված է եղել կառավարության ծրագրում։ Երկրորդ, պետական ռեսուրսների օգտագործմամբ սոցիալական խնդիրների լուծումը որևէ դեպքում բարեգործություն որակվել չի կարող։ Բարեգործության մասին մենք օրենք ունենք, որտեղ բարեգործությունը սահմանում է որպես մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող գործունեություն։ Եվ պետական ֆոնդերի ծախսը, պետական միջոցների ծախսը չի կարող կրկնում դիտվել որպես բարեգործություն։ Միաժամանակ ունենք մենք պետական ռեսուրսների չարաշահման արգելք կամ վարչական ռեսուրսների չարաշահման արգելք, որի համար կա նախատեսված վարչական պատասխանատվություն, բայց դա կրկին այս ձեր կողմից բարձրացված հարցին առնչվող իրավիճակին բացարձակ վերաբերելի չէ։ Վարչական ռեսուրսի չարաշահման արգելք մենք ունենք նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները շատ ավելի ուշադիր պետք է լինեն, որպեսզի օրինակ իրենց քարոզարշավի ընթացքում չօգտագործեն պետական միջոցներ, պետական գույք եւ այլն, այսինքն վարչական ռեսուրսը, այդ վարչական ռեսուրսը չօգտագործվի։ Ինչ վերաբերում է բարեգործության արգելքին, ապա դա տարածվում է բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հիմնադրամների վրա, եւ ես խորհուրդ կտամ ուղղակի ուշադիր լինել, տեսեք, այդտեղ էլ նրբություններ կան, եւ շատ լավ է, որ առիթ ունենք այս մասին խոսելու։ Ես այն կարծիքին չեմ, որ բարեգործական այն ընկերությունները, որոնք նախօրոք ունեցել են հաստատված տարիների համար ծրագիր հստակ, երբեմն այդ ծրագրերը հաստատվել են իրենց կառավարության կողմից եւ այդ ծրագրերի շարունակական իրականացումը կարող է հանդիսանալ բարեգործության արգելքի խախտում, բայց այդ ծրագրերում ֆինանսական միջոցների ծավալի ավելացումը, շահառուների շրջանակի ընդլայնումը ընտրություններից հենց առաջ նախորդող իրադրությունում կարող է գնահատվել, այս բան հստակ չասեմ, բայց կարող է գնահատվել, որ կա խնդիր։ Հետևաբար կխնդրեմ բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք
իրականացնում են բարեգործություն, լինել ուշադիր եւ հետեւել այն կարգավորումներին, որոնք մեր երկրում կան եւ գործում են։ Բայց ամեն դեպքում իրավապահներն են ձեր ասածին ի հակառակ այլ մեկնաբանություն, օրինակ Բաղարշապատի դեպքը կհիշեք բականը ոնց որ նախորդ ծրագրված էր, բայց ամեն դեպքում ուզանասել այդքան էլ միանշանակ չի, որ այն ինչ դուք կարծում եք նույնը մեկնաբանում։ Ես դրա համար նշեցի իմ կարծիքը եւ մեկնաբանությունը։ Չեմ կարծում, որ օրենսդրական բացի մասն է խոսքը։ Գուցե գիտեք, եթե հիմա տեսեք, ես շատ անկեղծ կգտնվեմ, եթե այս ժամանակահատվածում չգտնվեին, գուցե հստակեցմանը միտված փոփոխություններ առաջարկենք, բայց նախընտրական շրջանում խաղի կանոններ, որ այն ամեն դեպքում փոխելը գուցեև շահարկվի, հիմա չգիտեմ ինչ կխոսեմ, բայց հստակ է միշտ օրենսդրական նորմերը կարելի է շատ ավելի հստակեցնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկնենք ծայրահեղությունների գիրկը։ Այսօր էլ այդ կարգավորումները կան բավարար հստակ չափով եւ բավարար կանխատեսելի, որպեսզի մարդիկ կառուցեն իրենց վարքագիծը։ Նախարար, եւ ասել եք կներեք, եթե այս ընթացքում պատասխանել եք այդ հարցին, ասել եք, որ պետք է մարտին հրապարակվի սահմանադրության նախագիծը, հիմա մարտն է, երբ կհրապարակվի։ Մարտին կհրապարակվի, մարտը դեռ շարունակվում է։ Մենք ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին, տեքստը գրեթե պատրաստ է, մենք քննարկումներ պետք է նաև սկսենք խմբակցության մեր գործընկերների հետ, այնուհետև որոշում կկայացվի հրապարակել տեքստը, բայց պետք է նկատի ունենալ, որ տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված, այսինքն մենք բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ, տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի մեր հանրությունը ծանոթանա եւ ներկայացնի իր կարծիքը, ոչ միայն հանրությունը, այլ նաեւ մասնագիտական հանրույթը եւ նաեւ մյուս գործընկերները։ Եվ կներեք, որ ասում եք գրեթե պատրաստ է, այդ գրեթեն ինչն է, որ բաց է մնացել, եւ արդյոք այդ պատրաստի մեջ կներեք նաեւ մտնում է անկախության հռչակագիրը։ Ասեմ, ինչը դեռ չի քննարկվել եւ պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը, երկրորդ եւ երրորդ գլուխները գնացել ենք միավորման ճանապարհով, այսինքն դարձրել ենք մեկ գլուխ, դա նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելու քաղաքացիների իրավունքները, օրինակ առողջապահության իրավունքը եւ այլն ավելի ամրապնդվել են, այսինքն պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել այդ առումով, պատրաստ չէ եւ չի քննարկվել սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հոդվածը, կառավարության հետ կապված, կառավարության գլխի հետ կապված որոշակի դրույթներ ունենք, որ դեռևս չեն քննարկվել եւ այդքանը։ Իսկ տիկին նախարար ձեր տեղակալ ասում էր, որ հրապարակել չհրապարակելու մասով դեռ պետք է ինչ-որ որոշում կայացվի։ Քննարկումներից հետո Ես կարծում եմ, որ կհրապարակվի, իրականում հենց պատրաստ լինենք քննարկել հանրության հետ կարգավորումները, իսկ պետք է լինենք պատրաստ, պետք է հրապարակենք բարձր։ Հռչակագրի հետ կապված ինչպես է տրամադրվածությունը։ Դեռ չենք որոշել, ամեն դեպքում սա մի հարց է, որ շատ երկար քննարկել ենք։ Այսինքն նոր բաներ նախորդիվ ձեզ հետ ենք երկար քննարկել, էլի դա քննարկել եք եւ պարոն Դատունցն էլ ասում էր, որ դա տեխնիկական հարց չի, որ մի օրում նստենք որոշենք, այսինքն հանվելու է Տիկին Գալյան։ Դե հիմա ես ձեզ չեմ պատասխանի, երբ որոշում կկայացվի գնալ այդ ճանապարհով, ձեզ երբ հրապարակվի կտեսնեք։ Իսկ ինչու պարզ է, որ որոշումը կա, մնում է տեխնիկական բան, ինչու չեք ուզում հրապարակել։ Որոշումը խորհուրդն է ընդունում, խորհրդում այդ հարցը դեռ չի քննարկվել, այսինքն օրակարգում երբևէ չի նախարարությունը միշտ այն բանի կողմնակիցն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը երբևէ վտանգի չենթարկվի։ Դրանից է բխում էլի, որ հանելու է Տիկին Գալյան, այսինքն ձեր ասածը։ Գիտեք, մի բան ասեմ, մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել խորհրդին, որոնք չեն ընդունվել խորհրդի կողմից։ Ես հիմա չեմ խոսում, որ մենք առաջարկելու ենք կամ չենք առաջարկել։ Ձեր առաջարկից եմ հարցնում։ Դա էլ պարզ չէ, մենք չենք ձևավորել այդ օրակարգը դեռ, բայց իրականում շատ
ժամանակից եւ մեզնից, այսինքն մենք երբ հարմար գտնենք, դա ներկայացնելու ենք խորհրդի քննարկմանը եւ ի վերջո հրապարակելու ենք տեքստը, ոչ մի ինտրիգ, ոչ մի խնդիր չկա այստեղ իրականում, ինտրիգներ մի փնտրեք այնտեղ, որտեղ որ չկա։ Մենք շատ բաց ենք եւ անկեղծ, Հարցնում ենք հանվելու։ մենք շատ բաց, դե ախր ես չգիտեմ, դուք ինձ տալիս եք հարց, որին եթե ես հիմա պատասխանեմ եւ հետո Աստված մի արասը, լավ դե եկեք այսպես մտածենք, ես պահում եմ ինտրիգ, սիրելիներ, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք չհրապարակենք Սահմանադրության նախագծի տեքստը։ Դեկի նախարար, լավ, Տիկին Գալյան տարաժամկետ քարոզչությանն է վերաբերում իմ հարցը, գիտեք որ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը ակտիվ քարոզչություն է իրականացնում, թեև նախընտրական քարոզչությունը պաշտոնապես դեռևս չի մեկնարկել։ Քաղաքական ուժի անունը թերևս չտամ, բայց գիտեք, որ քաղաքի տարբեր հատվածներում, այո, բաներների վրա իրենց տնտեսական քայլերն են ներկայացնում, ավտոբուսի վրա հագցված համապատասխան գրությամբ շրջում են։ Այս առումով ընտրական օրենսդրության բաց արդյոք չեք տեսնում եւ կարիք արդյոք չեք զգում փոփոխելու ընտրական օրենսդրությունը, սահմանելու կոնկրետ ժամկետ, որ քարոզչության ժամկետից դուրս քարոզչություն արգելվի։ Այնինչ տեղի է ունենում իրականում մեր երկրում չափից դուրս ժողովրդավարական կարգի կամ արժեքների ցուցանիշն է կամ ցուցադրությունն է, այսպես ասեմ, գուցե եւ նորից եմ կրկնում, ընտրական օրենսդրության շրջանակներում կան չլուծված հարցեր, բացեր եւ այլն, ընդ որում կան բացեր առաջին հերթին, որոնք վերաբերում են ոչ թե կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանը, այլ հիմնադրամների, ինչ որ ձևավորվող ուժերի, շարժումների ֆինանսավորման թափանցիկությանը, այսինքն քաղաքացիները չգիտեն եւ չկա օրենսդրական մեխանիզմ, որպեսզի իմանան, թե շարժումները ինչ ֆինանսական միջոցներով են ֆինանսավորվում եւ ում կողմից են ֆինանսավորվում։ Ես կառաջարկեմ այն ուժերին, որոնք գործունեություն են իրականացնում, լինել բաց ու թափանցիկ ու ներկայացնել այդ հաշվետվությունը անկախ այն բանից, թե օրենսդրական կարգավորումներ կան, թե ոչ, որովհետև դրանք հետո տրանսֆորմացվում են կուսակցությունների եւ որպես կուսակցություն այլևս հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն կրելու են եւ շատ լավ կլինի, որ մեր ժողովուրդը ամեն ինչ իմանա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պսևդոքարոզչություններ իրականացվում եւ այլն, ազատ են նրանք շփվել մեր քաղաքացիների հետ, մեր քաղաքացիներն ազատ են անել իրենց հետևությունները։ Տիկին Գալյան, եւ որ դուք ասում եք ժողովրդավարություն եւ այլն, մենք երեք Դիլիջանում ժողովրդավարության մի աննախադեպ երևույթի ականատես եղանք, երբ վարչապետն ուղիղ եթերում իր լիազորություններից դուրս մի ցուցում տվեց, ասեց այս մարդու աղջկան չնշանակեք մանկապարտեզի տնօրեն, դա համայնքի տիրույթում է։ Այդ ասելուց առաջ քանի անգամ ասեց, որ ես վարչապետն եմ եւ այդ հարցը վարչապետի տիրույթում չէ։ Հետո տվյալ ես այնտեղ եմ եղել, հետո տվյալ քաղաքացին ասեց, որ այսպես անեք, այս համայնքում համայնքյան ներողություն չեմ հիշում, լավ կլինի եւ այլն, այսինքն եկել էր անձնական հարց լուծելու եւ մի քանի անգամ կրկնելուց հետո, որ դա վարչապետի իրավասությանը չի վերաբերում, վարչապետը ուղղակի ասաց, դե որ այդպես է, արգելում եմ, չնշանակեք եւ սա կարծում եմ վարչապետի լիազորությունների։ Այո, եւ վարչապետը դրա մասին հստակ գիտեր եւ 10 անգամ, 10 չէ լավ, 3, 4, 5 անգամ նույն բանը ասաց։ Եվ եթե գալիս է քաղաքացին եւ ասում, որ սա արեք եւ մի բան էլ լավ կլինի ձեր վիճակը, օրինակ ինչ որ մի համայնքում, այլ բան կներեք, բայց չէր մնում վարչապետին, քան ասել այն ինչ որ ասեց եւ շատ լավ արեց, որ այդպես ասեց։ Ասեք։ Հիմա լիազորությունները չարաշահելու համար վարչապետին ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Ինչ լիազորություն է չարաշահելու։ Համայնքի պետի, համայնքապետի պարտականություններին առնչվող Նախ այդ կոնկրետ դեպքով, եթե չեմ սխալվում, կար այլ ժամանակավոր պաշտոնակատար կամ այլ, այսինքն համայնքը իր լիազորությունները իրականացրել էր, նշանակել էր ինչ որ տեխնացու իրական շատ ենք մանրանում այս հարցի շուրջ, բայց ամեն դեպքում եւ լիազորությունների չարաշահումը ենթադրում է որպես արարք հետևանքի առկայություն, այսինքն հետևանքն ինչպիսին է եղել եւ դա պետք է էական վնասի տեսք ունենա։ Եթե դուք կգտնեք էական վնաս այդ արարքում եւ ոչ թե կմեկնաբանեք դա ի օգուտ եւ համայնքին եւ հանրության եւ բոլորին, կխնդրեմ հաղորդում ներկայացնել։